Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել հայկական բանակի նոր համազգեստի նմուշները։ Համազգեստի ցուցադրման տեսանյութը հրապարակել է Փաշինյանը։ Վարչապետ, զեկուցեմ, որ ստացել ենք արդեն նոր համազգեստի նմուշները։ Այսինքն հիմա պլանը հետևյալն է, մենք դա փորձարկում ենք եւ հաստատում ենք, որ այն ինչ որ մենք ուզում ենք, ու արդեն ձեռք են բերում ամբողջ բանակի համար։ Ես ճիշտ եմ չի հասկանում, որ առնվազն դիզայնի էլեմենտները հատուկ արված են մեզ համար եւ մեր պատվերին։ Այո, վարչապետ, կոչվում է հայկական կամուֆլյաժ, ինքը ամբողջությամբ մեր պատվերով է, մեր պայմանների համար նախատեսված։ Սուրբ եղանակի համազգեստ, որը իրենից ներկայացնում է երրորդ շերտի տակ վերնազգեստ, Սուրբ եղանակի վերնազգեստը դաշտային լրակազմի, հուդի անվանմամբ երրորդ շերտ, երկրորդ շերտ տակ անդրավարտիկ, առաջին շերտ տակ անդրավարտիկ եւ շապիկ համարային։ Տակտիկական կիսաճտկավոր կոշիկներ։ Ու տարբեր կոշիկներ, կիսաճտկավոր կոշիկներ, ճտկավոր կոշիկներ ծնարային։ Եվ այս մեկը տակտիկական կոշիկներ։ Նիկակալները արդեն պարոն վարչապետ նախատեսված է լեկալով հարմարեցված։ Նախկինում այսպիսի ձևավորում չուներ, փակցվում էր կպչուն ժապավենով եւ տեղաշարժում էր, ներկայիս ապրանքատեսակում արդեն կիրառելի է հենց ծնկակալի մեջ միանգամից ծնկ եւ արմակակալը նույնպես նախկինում ժապավենով փակվում էր, ներկայիս լեկալի դեպքում ամրանում է համազգեստի։ եւ այս պայն ամենատակ բանը ծմերայինը ներկայացված չի եւ ուրիշ տարածություն։ Այսինքն իրականում գլխարկների քանի տեսակ ենք ունենալու։ 3 տեսակ կիրառող եւ 4-րդը ծմերային, որը որ մնալու գլխարկ դիմակի տեսքով։ Կիրառելի է բազմաֆունկցիոնալ, համ որպես վսպատ է ծառայելու, համ որպես գլխարկ դիմակ, համ որպես ծմերային գլխարկ ենթասառավարտի համար նախատեսված։ Գլխարկներն էլ այսպես տարբերակներով են։ Հարավային Կովկասում կիզակետում կրկին Սյունիքն է թրիփ ուղին նախագիծը։ Իրանից կրկին մեսիջներ են գալիս իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին եւս մեկ անգամ տարածաշրջանի կարմիր գծերին անդրադարձավ։ Մասնավորապես հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական սահմանին, ընդգծելով, որ դրանք անխախտելի են։ Վելայաթին այս անգամ էլ հիշեցրեց. Իրանն ի սկզբանե դեմ է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին, որը թյուրքական աշխարհը միմյանց կապող ճանապարհն է։ Իրանը չի կարող համբուրժի միացյալ նահանգների, որը մի ներկայացություն է Իրանի սահմանների մոտ։ Թրիփի շուրջ զարգացումները գնալով ավելի ակտիվացան, երբ հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, հայտարարելով, թե Թուրքիան Թրամփի ուղու թրիփի տեսլականի կարևոր տարր է։ Ընդհանրապես Իրանում թրիփ նախագծի հետ կապված երկու մոտեցում կա։ Հիմնական թևերից մեկը Ռահբարին կոորդինացնում է արտաքին քաղաքական բլոկը։ Այս թևը դեմ է ամերիկյան ներգրավվածությանը տարածաշրջանային նախագծերում։ Իրանի նախագահի մակարդակով ներկայացված թևը հակառակը ըստ վերլուծաբանների կողմ է թրիփ նախագծին։ Սակայն ընդհանուր առմամբ ըստ քաղաքագետների Իրանը մտահոգված է թրիփ նախագծի իրականացման ծրագրի առնչությամբ։ Եվ այդ մտահոգությունների փառատման հետ կապված այս բարձրաձայնումը շատ կոնկրետ ուղերձ է հատկապես Հայաստանի Հանրապետության իշխանության, որովհետև անվտանգության ապահովումը ճանապարհի Իրանի համար բացառում է երրորդ երկրի ներգրավվածություն, դեպի դեպքում ամերիկյան կամ եվրոպական։ Ամերիկայի ազգային անվտանգության եկող տարվա նոր ռազմավարության մեջ Հարավային Կովկասը եւ Հայաստանը կենսական շահերի գոտի չեն համարվում։ Տարածաշրջանում Ամերիկայի հիմնական ռազմավարական դաշնակիցը Թուրքիան է, նաեւ Հայաստանում, ըստ ամերիկյան վերլուծաբանների, ամերիկյան քաղաքականություն իրականացնողը։ Սա եւս դուր չի գալիս Իրանին։ Ստրատեգիական առումով Իրանն ու Թուրքիան հակադիր բևեռներ են եւ տարածաշրջանում այդ երկու պետությունները պայքարելու են ազդեցությունների գոտիների համար։ Հետևաբար խոսել այստեղ ամերիկյան ներգրավվածության մասին ուղղակի անիմաստ է, թուրքերի միջոցով եւ թուրքերի հետ փորձելու են այստեղ իրենց քաղաքական որոշակի շահեր պահպանել, բայց ուղղակի անմիջական ներգրավվածություն չեն ունենալու։ Հիմա ըստ քաղաքագետ Բալյանի արևմուտքը թուրքական աշխարհը փորձում են ռուսներին դուրս մղել տարածաշրջանից, եւ եթե Թուրքիան փորձի ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում, Իրանը դրան
կհակադրվի։ Իրանի անվտանգությունը եթե խոսելի եղավ Հայաստանի վրա կազմի, եթե Հայաստանի անվտանգությունը խոսելի եղավ, ինչ որ խնդիր ունեցավ սահմանների վրա, Իրանի անվտանգությունի խնդիր կլինի։ Ռուսաստանն ու Իրանը ակտիվացնում են ռազմավարական գործընկերության մակարդակը Մոսկվայում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավար Լավրովը ստորագրեցին երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև 26-28 թվականների խորհրդակցությունների ծրագիրը։ Իրանական հավաստի լրատվամիջոցների արտահոսքերից կարելի է եզրակացնել, որ քննարկվում է նաեւ ռուսների ներգրավումը թրիփ նախագծում եւ բանակցություններն են ընթանում այդ ուղղությամբ։ Կարծում եմ, որ մերոնք կողմ են այդ բանակցություններին, այսինքն մասնակից են, տեղյակ են։ Կարծիքով սա քննարկվելու է նաև Լավրով Արաղչի բանակցությունների ընթացքում, շատ հավանական է, որ շատ շուտով արևմտյան այդ նախագծում տեսնենք նաև Ռուսաստանի Դաշնությանը որպես մասնակից։ Ըստ վերլուծաբանների, քանի մոտենում է նախընտրական շրջանը, հայաստանյան իշխանություններին օդի ու ջրի պես անհրաժեշտ կդառնա թրիփ նախագծի իրականացումը, սակայն մինչև խորհրդարանական ընտրությունները, ըստ քաղաքագիտական համայնքի, այդ նախագծի հետ կապված գործնական առումով եւ ոչ մի քայլ չի արվի։ Բաքվում ավարտվել է Արցախի նախկին պետնախարար գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող շինծ ու դատաքննությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ նիստի ընթացքում կողմերը հայտարարել են, որ չեն առարկում դատաքննության ավարտի եւ ճառերի փուլի մեկնարկի դեմ։ Վարդանյանի փաստաբանի ներկայացրած երկու միջնորդությունները, որոնց բովանդակությունն անհայտ է, դատարանը չի բավարարել։ Հիշեցնենք, որ մտածածին հանցագործությունների մեջ մեղադրվող Ռուբեն Վարդանյանի եւ Բաքվում պահվող հայերի նկատմամբ դատերն ընթանում են անկախ լրատվամիջոցների եւ միջազգային իրավապաշտպանների բացակայության պայմաններում։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եվրամիության գործընկերների հրավերով մասնակցել է Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակում հանդիպմանը, որտեղ քննարկվել է Հայաստան-Եվրամիություն գործընկերության առաջընթացը եւ առաջիկա քայլերը։ Եվրամիությունը աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, դիմակայունության ամրապնդմանը, հիբրիդային սպառնալիքներին հակազդելուն, ինչպես նաեւ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանն ու իհարկե Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Դեկտեմբերի 12-ին Երևանի ռեստորաններից մեկի մոտ Լեհաստանի քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով հարուցվել է քրեական վարույթ 16 անձի դեմ։ Քննչական կոմիտեի տեղեկացմամբ 7 հոգու նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, իսկ 9 հոգու նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախաքննությունը վարույթ է կրել խուլիգանության եւ ֆիզիկական ներգործության մեղադրանքներով։ Եթե ունեք մեքենա, ամենայն հավանականությամբ երբևէ կասկածված կլինեք ճանապարհատրանսպորտային կանոնների խախտում կատարելու մեջ։ Այլ բան, մեղադրող կողմը պարեկը կամ ճանապարհատրանսպորտային ոստիկանը կարողացել են դա հիմնավորել, թե ոչ։ Իսկ եթե այնուամենայնիվ տուգանել են, ձեզ հետաքրքիր է պաշտպանել է արդյոք հետագայում նրանց այդ որոշումը դատարանը։ Գաղտնիք չէ, որ վարչական դատարան ներկայացված դիմումների գերակշիռ մասով վիճարկվում են հենց նման ակտերը։ Հետո սովորաբար, եթե դիմողի համար ոչ ցանկալի վճիռ է կայացվում, այն բողոքարկվում է վարչական վերաքննիչ դատարանում։ Ենթադրենք ես տարել եմ բողոք ուղղակի բողոքարկած լինելու համար, շատ վատ բողոք է, պետությունը ռեսուրս աղագին ծախսում, դատական ծախսներ անելու, այսինքն ծանուցումներ մնացած։ Այսինքն, ի սկզբանե կա ենթադրություն, որ դիմումատուների մեծ մասը վերաքննիչ վարչական ոստիկանության ակտերը բողոքարկում է առանց էական հիմքերի, ուղղակի աղոտ մի հույսով, թե մարդես բախտի հարց է, գուցե եւ վերաքննիչը բեկանի վարչական դատարանի ակտը։ Այն որ դատավորը ի սկզբանե պիտի ասի լավ էլի ախորպես սրա մեջ նյութ չկա, դա երկարում մի տարով գնում է, որ այդ ամենավերջում դատական ակտով ասի դատավորը։ Խնդիրը լուծելու համար գործադիրը նախկինում մի շարք միջոցներ է կիրառել, մասնավորապես համալրել է վերաքննիչ վարչական դատարանի կազմը, ենթադրում էր, որ դա էականորեն պետք է նվազեցներ այս կառույցի ծանրաբեռնվածությունը։ Վերաքննիչ բողոք է ստանում, դատական ակտի հրապարակման օրեն նշանակում մի տարի հետ աշխատակազմը շատացնում է, այսինքն դատավորներին ընդունում է, կտրուկ կրճատվում, ասենք մոտ 5-6 ամիս է տևում։ Հետո ամիս ու կես հետո էլի գալիս է, էլի մի տարի է կարում։
դատական գործի քննություն։ Հիմա Արդարադատության նախարարությունը որոշել է օրենսդրական փոփոխությունների միջոցով ֆիլտրեր ստեղծել, որպեսզի հնարավոր չլինի ցանկացած բողոք մուտք անել վերաքննիչ դատարան։ Օրենքի նախագիծը սահմանում է պարտադիր նախապայմաններ, որոնց բացակայության դեպքում վերաքննիչը պարզապես չի ընդունելու դիմումը։ 200,000 դրամը չգերազանցող պահանջներով կայացված դատական ակտերը բողոքարկելու դեպքում պարտադիր պետք է հիմնավորել, որ վարչական դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։ Ենթադրվում է, որ օրինագծի ընդունման պարագայում կշահեն այն անձինք, որոնց գործերը տարուց ավելի սպասում են վերաքննիչի վճռին, իսկ հավանական է, որ խոսքը գնում է, ասենք, մեծ ընկերությանը էական բիզնես պրոցեսների, որոնց արգելակումը կապված է կայացվելիք դատական ակտի հետ։ Եթե առաջարկանում օրինակ ասենք 18 դատավոր է վարչական դատարանը, վերաքննիչում արդեն ամեն գործը 3 դատավոր են քննում, ավելի բարդանում ուսով 3 անգամ ուռում այդ ամեն ինչ, էլի։ Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է վերաքննիչ բողոքների գրավոր ընթացակարգով քննության միջոցով թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը, ապահովել գործերի քննության ողջամիտ առավել կարճ ժամկետներ։ Հիմա գանք հակադիր կարծիքին։ Գաղտնիք չէ, որ վարչական ակտերը բողոքարկողների մի ստվար հատված էլ հասնում է դրանց վերանայմանը, սակայն ոչ հաճախ առանց փաստաբանի աջակցության, քանի որ այդ ծառայությունն ավելի թանկ է, քան վիճարկվող գումարը։ Վերը նշված փոփոխության պարագայում արդեն անհրաժեշտ է լինելու պրոֆեսիոնալ իրավաբանի մասնակցության բողոքը լրացնելու համար։ Հետևաբար մարդիկ, ասենք 20-30,000 դրամի ակտի համար, չեն դիմելու փաստաբանի։ Եթե սրան էլ հավելվի այն փաստը, որ դատարան դիմելու համար սահմանված տուրքերն էականորեն աճել են, ապա ամենևին էլ անհիմն չեն ենթադրությունները, թե այս ամենի նպատակը նաև պարզապես բյուջե լցնելն է, որպեսզի մարդիկ ուղղակի վճարեն վարչական ակտերն ու հանգիստ թողնեն դատական ատյաններին։ Հայաստանում այս տարվա հոկտեմբերին անշարժ գույքի շուկայում կատարվել է 22,738 գործարք, 2024 թվականի հոկտեմբերին կատարված 22,120 գործարքի դիմաց։ Հաշվետու ամսում ամենից շատ գործարքներ կատարվել են Երևանում, իսկ ամենաքիչը Վայոց ձորում։ Այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 53,600 մարդ։ Աշխատանքի է տեղավորվել 10,072 աշխատանք փնտրող, որոնցից 4,123-ը ուղեգրերի միջոցով։ Տվյալները հայտնում էր Միասնական սոցիալական ծառայությունը։ Երևանի քաղաքապետարանում քննարկվել է համացածում տարածված ուժեղ ծուխ արձակող ավտոբուսի տեսանյութը։ Երևանի ավտոբուս ընկերության տնօրենը հայտնել է, որ պատճառը տեխնիկական անսարքությունն է։ Յուղի արտահոսք, արտանետման համակարգ, իսկ վարորդի նկատողություն է հայտարարվել։ Ավտոբուսը երթուղուց դուրս էր եւ գնում էր հավաքակայան։ Քաղաքապետ Ավինյանը նշել է, որ տեսարանը շատ վախեցնող էր։ Իրականում շատ վախենալու պատկեր էր, այնպեսի տպավորություն էր, որ դա ինքնաթիռ է եւ տուրբիններից մեկը վառվում է։ Իրականում օդի որակի խնդիրը Երևան քաղաքում մեծապես պայմանավորված է օդի ինվերսիայով, բնակլիմայական պայմաններով եւ մեր աշխարհագրական դիրքով։ Բայց ինչպես ճիշտ Տիկին Հայկազյանը նշում է, մենք ունենք որոշակի լծակներ, թեկուզ շատ փոքր չափով, բայց ազդելու օդի որակի վրա եւ այդ առումով ամբողջապես այն աշխատանքները, որոնք որ արվում են, կարծում եմ, այն որոշակի ազդեցություն թողնելու են։ Հանրային տրանսպորտում շարունակվում են արձանագրվել դեպքեր, երբ քաղաքացիները ուղևորափոխադրման դիմաց չեն վճարում։ Այս մասին նամակներ է ստացել Երևանի քաղաքապետը։ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ կա հանրային պահանջ խստացնել վերահսկողությունը տրանսպորտում։ Քաղաքապետը ակնկալում է, որ այդ առումով կոնկրետ քայլեր արվեն։ Ավինյանը տեղեկացրել է, որ տրանսպորտում վերահսկողությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար դեկտեմբերին հաստիկացուցակը կհամալրվի։ Արցախցիների բնակարանային ապահովման խնդիրը այսօր Հայաստանում առաջնային սոցիալական խնդիրներից մեկն է։ Այն լուծելու նպատակով կառավարությունը պլանավորում է $250 միլիոն վարկ վերցնել Ասիական զարգացման բանկից։ Վարկային այս պայմանագիրն այսօր քննարկել էին ազգային ժողովում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացել է 26,233 արցախցի։ Սա բնակարանի գնման հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ նախապայման է։ Մինչև հիմա բնակարան գնելու հավաստագիր ստացել եւ բնակարան է գնել 3,800 ընտանիք։ Պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչով է պայմանավորված այն խնդիրը, որ փողը կա, մարդիկ տանիքի կարիք ունեն, սակայն չեն շտապում օգտվել բնակարանի գնման այս ծրագրից։ 3100 քանի մարդ ստացել է, դիմել ստացել է։ 10 ընտանիք։ Քանի 26000 մարդուց, քանի մարդ է դիմել եւ չի ստացել։
Եվ ինչ պատճառաբանությամբ ինքան հստակ է, Միջինում ընտանիքների անդամների թիվը կազմում է 5, հետևաբար 3810 անգամ 5 անում է մոտ 19000 մի փոքր ավել։ Այն 7000 անձինք, ովքեր ստացել են, բայց դեռևս չունեն հավաստագիր, ես նշեցի, որ Սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվությունը Հայաստանում շարունակվում է, ասուլիսին ասել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աիդա Հովհաննիսյանը։ Տարվա 50-րդ շաբաթվա ընթացքում գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված 15151 դիմելիություն, ինչը նախորդ շաբաթվա համեմատ բարձր է 1.2 անգամ։ Գրանցված դեպքերի 80%-ը կազմում են 0-ից 18 տարեկան երեխաները։ Առավել բարձր ցուցանիշներ գրանցվել են Արմավիրի, Շիրակի, Արարատի մարզերում եւ Երևանում։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրինագծերի փաթեթը։ Առաջին փուլում համակարգում կընդգրկվեն 200,000 դրամ եւ ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում կներառվեն նաեւ մինչեւ 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները առանց բացառությունների։ Բուդապեշտում տասնյակ մասնակիցներ կիսամերկ եւ Սանտա Կլաուսի կերպարով հաղթահարել են ցուրտ եղանակը բարեգործական վազքի ընթացքում։ Միջոցառումը Բուդապեշտի Սանտա Սպիդորան այս տարի անցկացվել է արդեն 21-րդ անգամ։ Կազմակերպիչների տեղեկացմամբ միջոցառման մասնակցության վճարները փոխանցվում են բարեգործական նպատակներով։ Մասնակիցները նշել են, որ շարժումը, երգը եւ ընդհանուր ոգևորությունը օգնել են հաղթահարել ցուրտը եւ իրենք չեն զգացել սառնամանիքը։ Միջոցառման գաղափարը ծագել է այն բանից հետո, երբ դրա հիմնադիրը Ամերիկայի Բոստոն քաղաքում տեսել է նմանատիպ վազք եւ որոշել է ավանդույթը տեղափոխել Բուդապեշտ։ Volkswagen-ի, BMW-ի եւ Mercedes-Benz-ի վաճառքներն ու եկամուտները 2025 թվականի 3-րդ եռամսյակում մնացել են համեմատաբար կայուն, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, սակայն նրանց գործառնական շահույթը կտրուկ նվազել է գրեթե 76%-ով, հասնելով մոտ 1.7 միլիարդ եվրո։ Սա ամենացածր ցուցանիշն է 2009 թվականի 3-րդ եռամսյակից ի վեր։ Ճապոնական ավտոարտադրողները նույն ժամանակահատվածում ունեցել են մոտ 29% գործառնական շահույթ, իսկ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի ընկերությունները մոտ 14%։ Դեկտեմբերի 16-ին Իջևան քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Հոնդան ու Պրիորան, երկու հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Իջևան բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի բարեկները։ Նրանք վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա ծառայողական մեքենայով տեղափոխել Իջևան բժշկական կենտրոն։ Տեղում էին փրկարարության Իջևանի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները։ Օպերատիվորեն ժամանել են նաև ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները տեղում կատարել են հերթապահություն, ապա իրենց աշխատանքը համարվել է ավարտված, վերադարձել են ջոկատ։ Դեկտեմբերի 16-ին Դիլիջանի ոլորանների սկզբնամասում բախվել են Տոյոտան եւ Այքարը։ Օպերատիվորեն ժամանել են Դիլիջան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդներն ու ուղևորները հրաժարվել են բժշկական օգնությունից, ասելով, որ չեն տուժել։ Օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի բարեկները։ Վթարի հետևանքով տեսնում եք երկու ավտոմեքենաները հայտնվել են երթևեկելի գոտում եւ դարձել է երթևեկությունը միակողման։ Դեկտեմբերի 16-ին Արշակունյաց պողոտայում բախվել են 40-ամյա Արմանի Մերսեդեսը, 36-ամյա Տարոնի Ֆորդը, 33-ամյա Արամի Ֆիաթը եւ 41-ամյա Ալիկի Օփելը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Սթափության փորձաքննությունն էլ ցույց է տվել, որ Ֆորդի վարորդը եղել է ոչ սթափ։ Դեկտեմբերի 16-ին Բազում գյուղի վարչական տարածքում բախվել են 52-ամյա արտավազդի Toyota Land Cruiser-ը եւ 55-ամյա Հովիկի ջիպը։ Երկու մեքենայի վարորդն ու ջիպի 49-ամյա ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Ոստիկանությունը զգուշացնում է սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են կեղծ տեղեկություններ եւ տեսանյութեր ներքին գործերի նախարարության անունից վարորդական վկայականների տրամադրման միջնորդավորված կամ պարզեցված եղանակների վերաբերյալ։ Քաղաքացիներին հորդորելով զգոն լինել, ոստիկանությունը նաեւ պարզաբանում է, որ վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով։ Հրապարակումները խարդախություն են եւ չեն համապատասխանում իրականությանը։